Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Գարեգին երկրորդի եղբայրը Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986 թվականին հավաքագրվել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի ԿԳԲ-ի կողմից եւ ստացել կառուցածկանունը։ ԱԱԾ-ն ներկայացրել է նաեւ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի գործակցության հանգամանքը հավաստող գաղտնազերծված փաստաթղթի օրինակը։ Դեկտեմբերի 18-ին հակընդդեմ հավաքներ են տեղի ունեցել Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եկեղեցու բակում հավաքված քաղաքացիները բաժանվել են երկու խմբի։ Մի մասը պահանջել է կաթողիկոսի հրաժարականը, մյուս կեսը սատարել նրան։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող քաղաքացիներին միացել են նաև 10 եպիսկոպոսները։ Բաքվի ռազմական դատարանում ավարտին է մոտենում Արցախի նախկին ղեկավարների դատավարությունը։ Այսօր նրանք սկսել են հանդես գալ եզրափակիչ խոսքով։ Լեմկինի ինստիտուտն էլ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից անօրինական կերպով պահվող հայ բանտարկյալներին ազատ արձակելու համար։ Էկոնոմիկայի նախարարը հայտնել է, որ 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզինը արդեն հատել է Հայաստան-Վրաստան սահմանը։ Նախաձեռնությունն առանձնապես կարևոր է երկու երկրների միջև վստահության ամրապնդման եւ խաղաղության օրակարգի առաջմղման համատեքստում։ Երևանի պետական համալսարանի եւ Կապանի լեռնահարստացման կոմբինատի գործակցության եւ ֆինանսավորման արդյունքում բացվեցին նորագույն տեխնոլոգիաներով զինված տեսարաններ եւ լաբորատորիա։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկայ էին տարբեր պաշտոնյաներ եւ իհարկե ուսանողներ։ Միացյալ Նահանգներում դադարեցվում է Գրին քարտի խաղարկության ծրագիրը։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը հայտարարել է, որ որոշումը պայմանավորված է Բրաունի համալսարանում տեղի ունեցած հրաձգության դեպքով։ Գրին քարտի խաղարկության ծրագրի ապագան կախված է առաջիկա քաղաքական որոշումներից։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում արկատվյալների համաձայն Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986 թվականին հավաքագրվել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի ԿԳԲ-ի կողմից եւ ստացել կառուցածկանունը։ ԱԱԾ հաղորդման բացի այդ արկատվյալների համաձայն Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայում կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի անվտանգությանը եւ շահերին։ Ելնելով վերոգրյալից ազգային անվտանգության ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ նշված սպառնալիքները վերացնելու ուղղությամբ։ ԱԱԾ-ն ներկայացրել է նաև արքեպիսկոպոս Ներսիսյանի գործակալության հանգամանքը հավաստող գաղտնազերծված փաստաթղթի օրինակը։ Դեկտեմբերի 18-ին հակընդդեմ հավաքներ են տեղի ունեցել Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եկեղեցու բակում հավաքված քաղաքացիները բաժանվել են երկու խմբի, մի մասը պահանջել է կաթողիկոսի հրաժարականը, մյուս կեսը սատարել նրան։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող քաղաքացիներին են միացել նաև այն 10 եպիսկոպոսները, որոնք ավելի վաղ այդ հավաքի մասին հայտարարություն էին տարածել, մանրամասները տեսանյութում։ Հակընդդեմ հավաքներ Մայրաթորի բակում։ Կտրիչ հեռացիր եւ վեհափառ քեզ հետ ենք միաժամանակ վանկարկող քաղաքացիներին միմյանցից բաժանում էր ոստիկանական լայնարձակ պատը։ Մինչև երկու թևի բաժանված քաղաքացիները կաթողիկոսին սատարող, իսկ մյուսներն էլ նրա հեռացումը պահանջող հայտարարություններ էին անում, վեհարանից դուրս եկավ եւ դեպի եկեղեցի ժամերգության անձայն քայլեց նորին սուրբ օծություն Տեր Գարեգին երկրորդը։ Մայրաթորի զանգերը սովորականից ավելի երկար խողանջեցին։ Ինչ կասեք ես ամենի վերաբերյալ։ Այնուհետև Մայրաթորի բակ եկան նաև այն 10 եպիսկոպոսները, որոնք ավելի վաղ հանդես էին եկել կաթողիկոսի հրաժարականի պահանջով։ Հայտարարեցին իրենց հավաքը կրում է խաղաղ բնույթ։ Հավաքվածներին կոչ արեցին լինել զուսպ եւ ներողամիտ միմյանց նկատմամբ։
մեր տղաներն ու աղջիկները, որ վերևում բղավում են, էլի մերն են։ Մենք բոլորին սիրում ենք։ Ինչպիսի վարկանքումներ են, որ լինեն, միևնույն է, բոլորը մեր քրիստոնյա հավատացյալներն են։ Բայց նրանք բոլորը շփոթության մեջ են, որովհետև մենք ձայն ենք բարձրացրել հանուն արդարության։ Ամենայն հայոց կաթողիկոսը պիտի ծառայի հայ ժողովրդին եւ Հայաստանին։ Եվ սա է կարևորը։ Այստեղ էջմիածնի եւ եկեղեցու դեմ ոչ ոք չի գործում։ Մենք բոլորս մայրատոր Սուրբ Էջմիածնի զավակներն ենք։ Միայն բղավելով չի։ Այստեղ շատ կարևոր է, որ մենք մեր պետականության կողքն ենք, մեր մայրատոր Սուրբ Էջմիածնի կողքն ենք։ Եվ գալու է հեռու չի այն օրը, երբ որ ամենայն հայոց կաթողիկոսը կգիտակցի, որ այլևս իրավունք չունի շարունակելու եւ հանձնելու է Էջմիածինը հայ ժողովրդին։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում էր նաև Տեր Արամ Քահանա Ասատրյանը։ Ստեղծված իրավիճակը ինչպես եք մեկնաբանում Տեր Արամ։ Դե ծանր եմ մեկնաբանում, բանը պետքա սրան չհասներ, բայց ստիպված ենք այս ձևով եկել ենք խնդրելու, որ ինքնակամ լքի գնա հանգստի։ Չի գնում, չի լքում, ինչպես տեսնում ենք, հենց հիմա կաթողիկոսը ներսում պատարագ է անցկացնում, ժամերգություն է իրականացվում, հենց հիմա բոլորս այստեղ տեսնում ենք դա։ Ոնց եք պատկերացնում այդ դեպքում հեռացում։ Մենք ուզում ենք մեր խոսքը փոխանցել նրան, որ լսին թվում է հետևություններ կանի, որից հետո կմտածի եւ կարծում ենք լավատեսենք, որ հրաժարական կտա։ Տարօրինակ չէ, որ հակառակ կողմում նաև տեսնում ենք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ընդհանուր քաղաքական դերակատարներ, ովքեր եկել են սատարելու։ Ինչու է սա Իմ կարծիքով իրենք ոչ թե եկել են եկեղեցուն սատարելու, այլ անձին սատարելու։ Այս իմաստով իրենք ուզում են անձին պաշտպանել եւ եկեղեցին պաշտպանելու ինձ թվում է հարց չունեն, իրենց առաջ նման նպատակ չունեն դրած, եթե նման նպատակ ունենային, կանցնեին մեր շարքեր։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներից Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը հայտարարեց Գարեգին Բ-ի հրաժարականի նամակ պահանջը փոխանցել են քարտուղարություն, կսպասեն արձագանքին։ Իրավիճակը մերթ ընդ մերթ լարվում էր։ Քաղաքացիական բախումներից խուսափելու համար 10 եպիսկոպոսները հեռացան Մայր Աթոռից, իսկ Տեր Արամ Քահանա Ասատրյանը տերունական միասնական աղոթքով եզրափակեց հավաքը։ Սիրելիներ, մեր հետագա գործողությունները պայմանավորված է Կտրիչ Ներսիսյանի որոշմամբ, թե այդ թուղթը կարդալուց հետո ինքը ինչ որոշում կկայացնի, կհեռանա, թե կմնա, ըստ այդմ մենք էլ կհասկանանք մեր գործողությունները, հետևաբար ինչի համար որ եկել ենք այստեղ, թուղթը նրան փոխանցելու, որ նա ծանոթանա հայ ժողովրդի ցանկությանը եւ այդ ժողովրդին առաջնորդող եպիսկոպոսների ցանկությանը ամբողջությամբ կատարված է։ Հետևաբար նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ներկաներիդ, որ այսօր այստեղ եք, որ այսօր ձեր առաջնորդների կողքին եք, որ այսօր եկեղեցու կողքին եք եւ խնդրում եմ ձեզ, որ վերադառնաք ձեր տները։ Շնորհակալ եմ ձեզ շատ, Աստված պահապան լինի ամենքիդ, եկեք բարձրաձայն հայր մեր աղոթքը ասենք եւ պահպանիչ աղոթքով գնանք դեպի մեր տները։ Դիանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Բաքվի ռազմական դատանում ավարտին է մոտենում Արցախի նախկին ղեկավարների դատավարությունը, այսօր նրանք սկսել են հանդես գալ եզրափակիչ խոսքով։ Առաջինը եզրափակիչ ելույթով հանդես է եկել Արցախի նախկին նախագահ Արայք Հարությունյանը։ Ադրբեջանական կողմի պնդմամբ նա իբր նշել է, թե 1993 թվականի Քելբաջարի գրավման ժամանակ տեղի ունեցած առնվազն 2 միջադեպերը ռազմական հանցագործություններ էին։ Բաքվում հայ ռազմաքաղաքական ղեկավարության դատական նիստերը լուսաբանում են միայն ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստերի ժամանակ տեղի ունեցողի հայ բանտարկյալների ցուցմունքների իսկությունը հավաստի եւ ոչ ադրբեջանական աղբյուրներում ստուգելու հնարավորություն չկա։
Լեմկինի ինստիտուտն էլ սուրբ ծննդյան տոներից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից անօրինական կերպով պահվող հայ բանտարկյալներին ազատ արձակելու համար։ Այս մասին ասված է կազմակերպության Միացյալ Նահանգների նախագահին ուղղված բաց նամակում, որում նաև նշված է. այս պատանդները գործնականում լքված են արտաքին աշխարհի կողմից, չնայած նրանց պահում է մի պետություն, որը վերջին 5 տարիների ընթացքում հայերի դեմ 3 ցեղասպանական պատերազմ է մղել։ Նրանց ազատ արձակումը նախագահի համար մեծ մարդասիրական եւ աշխարհաքաղաքական հաղթանակ կլինի եւ կամրապնդի նրա ջանքերը Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն ապահովելու համար։ Լեմկին ինստիտուտը նշում է, թե քանի որ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը ձգտում է ցուցադրել Միացյալ Նահանգների ուժը համաշխարհային մակարդակով հայ քրիստոնյա պատանդներին Ադրբեջանից ազատելու հաջող ջանքերը կամրապնդեն նրա ազդեցությունը ոչ միայն Ադրբեջանի, այլև Իսրայելի եւ Թուրքիայի վրա։ Վաշինգտոնյան պայմանավորվածությունների իրականացման Հայաստան-ԱՄՆ աշխատանքային խմբի իր առաջին հանդիպումն է անցկացրել, հայտնում են ԱԳՆ-ից փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոլթերը բարձր են գնահատել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը։ Կոստանյանը վերահաստատել է Երևանի հետաքրքրությունը ակտիվորեն աշխատելու Հայաստան-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրերի իրականացման ուղղությամբ։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ավելի վաղ հայտնել էր, որ Վաշինգտոնն այժմ աշխատում է Հայաստանի կառավարության հետ ձևավորելու Թրամփի ուղու եւ Վաշինգտոնյան հուշագրերից բխող անելիքների մշակման եւ իրականացման կառույցները։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզինը, որը Հայաստան է եկել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով, արդեն հասել է Հայաստան։ Սա անկախությունից հետո Հայաստանի ու Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է, նշել է նա։ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հերթական արդյունքն է տալիս տնտեսական գործակցության խթանմամբ, հայտնել են Հայաստանի կառավարությունից, նշելով նախաձեռնությունը առանձնապես կարևոր է նաև երկու երկրների միջև փոխվստահության ամրապնդման եւ խաղաղության օրակարգի առաջմղման համատեքստում։ Միացյալ Նահանգներում էլ դադարեցվում է Green Card-ի խաղարկության ծրագիրը։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստին Նոեմը հայտարարել է, որ որոշումը պայմանավորված է Բրաունի համալսարանում տեղի ունեցած հրաձգության դեպքով, որի վերաբերյալ քննությունը ԱՄՆ-ում դեռ շարունակվում է։ Իսկ Green Card-ի խաղարկության ծրագրի ապագան կախված է ներքին անվտանգության ուսումնասիրության արդյունքներից եւ առաջիկա քաղաքական որոշումներից։ Միացյալ Նահանգներում ներգաղթի քաղաքականության շուրջ հերթական սուր քննարկումն է սկսվել։ Միացյալ Նահանգների իշխանությունները հայտարարել են Green Card-ի խաղարկության ծրագրի դադարեցման մասին։ Երկրի ներքին անվտանգության նախարար Քրիստին Նոեմը հայտարարել է, որ որոշումը պայմանավորված է Բրաունի համալսարանում տեղի ունեցած հրաձգության դեպքով։ Նախարարի խոսքով միջադեպում կասկածվող անձը երկիր է ժամանել Diversity Visa, առավել հայտնի Green Card-ի խաղարկության ծրագրի միջոցով։ Նրա խոսքով միջադեպը լուրջ մտահոգություններ է առաջացրել ազգային անվտանգության համակարգում արկա վերահսկողության մեխանիզմների վերաբերյալ։ Գործող իշխանությունները վստահեցնում են, առաջնահերթությունը հանրային անվտանգությունն է եւ բոլոր հնարավոր ռիսկային ծրագրերը պետք է վերանայվեն։ Ինչ է Green Card-ի խաղարկության ծրագիրը։ Այն գործարկվել է 1990-ականներին, նպատակ ունենալով ապահովելու ներգաղթյալների բազմազանությունը Միացյալ Նահանգներում։ Ավելի քան 3 տասնամյակների ընթացքում ծրագիրը հնարավորություն է տվել միլիոնավոր մարդկանց օրինական կերպով բնակվել եւ աշխատել Միացյալ Նահանգներում։ Նախորդ վարչակազմերի շրջանում ծրագրի նկատմամբ մոտեցումները տարբեր են եղել։ Դեմոկրատական վարչակազմերը հիմնականում պաշտպանել են ծրագիրը, այն դիտարկելով որպես օրինական եւ վերահսկվող ներգաղթի արդյունավետ գործիք։ Հանրապետական որոշ իշխանություններ նախկինում եւս քննադատել են խաղարկության մեխանիզմը, նշելով, որ այն բավարար չափով չի գնահատում ներգաղթողների անվտանգության ռիսկերը։ Հատկանշական է, որ նախկինում էլ եղել են կոչեր ծրագիրը վերացնելու կամ խստացնելու, սակայն այն շարունակել է գործել, ենթարկվելով որոշ տեխնիկական փոփոխությունների։ Դոնալդ Թրամփը դեռևս իր նախագահության ընթացքում բազմիցս կոշտ քննադատության է ենթարկել Green Card-ի խաղարկության ծրագիրը, այն անվանելով պատահական եւ վտանգավոր։ Նրա վարչակազմը հանդես է եկել նախաձեռնություններով սահմանափակելու կամ ամբողջությամբ վերացնելու խաղարկության մեխանիզմը, խստացնելու միգրանտների մուտքի վերահսկողությունը եւ ներգաղթային քաղաքականությունը կառուցելու արժանինքների վրա հիմնված համակարգի շուրջ։ Թրամփի օրոք ներգաղթի թեման դարձել էր ազգային անվտանգության առանցքային հարց, իսկ ծրագիրը բազմիցս
ներկայացվել էր որպես հնարավոր ռիսկային օղակ։ Հիմա արդեն գործող վարչակազմը փաստացի վերադառնում է կոշտ մոտեցման, հայտարարելով, որ Բրաունի համալսարանում տեղի ունեցած միջադեպը դարձել է կարմիր գիծ։ Քրիստի Նոեմը նշել է, որ ծրագիրը ժամանակավորապես դադարեցվում է, մինչև ամբողջական ուսումնասիրություն իրականացվի եւ գնահատվեն հնարավոր ռիսկերը։ Նրա խոսքով հարցը ոչ թե ներգաղթի, այլ արդյունավետ համակարգերի դեմ է, որոնք կարող են վտանգ ներկայացնել հանրային անվտանգությանը։ Քրիստի Նոեմի հայտարարությունը դիտարկվում է որպես ազդակ ներգաղթի վերահսկողության խստացման նոր փուլի մեկնարկի մասին։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների իշխանությունները շեշտում են, որ գործի հանգամանքների քննությունը շարունակվում է եւ իրավապահները դեռ պարզում են, ինչ կապ կարող է լինել ներգաղթի ծրագրի եւ կատարված հանցագործության միջև։ Որոշ իրավապաշտպան կազմակերպություններ եւ ներգաղթյալների պաշտպանությամբ զբաղվող կառույցներ արդեն իսկ մտահոգություն են հայտնել, նշելով, որ մեկ դեպքի հիման վրա ամբողջ ծրագրի դադարեցումը կարող է հանգեցնել խտրական մոտեցումների եւ սխալ եզրահանգումների։ Մինչդեռ անվտանգության կողմնակիցները պնդում են, ցանկացած բաց թողում պետք է վերացվի անկախ ծրագրի պատմությունից։ Այժմ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող գործընթացները փաստում են, եթե նախկինում Դոնալդ Թրամփի կոշտ հայտարարությունները դիտարկվում էին որպես քաղաքական հռետորաբանություն, ապա այսօր Բրաունի համալսարանում տեղի ունեցած միջադեպից հետո իշխանությունները փաստացի դիմում են այն քայլերին, որոնց մասին խոսվում էր դեռ տարիներ առաջ։ Այսպիսով Գրին քարտի խաղարկության ծրագրի ապագան մնում է անորոշ։ Քննարկումները դեռ շարունակվում են, իսկ վերջնական որոշումը ըստ պաշտոնական աղբյուրների կախված կլինի իրականացվող հետաքննության արդյունքներից եւ քաղաքական գնահատականներից։ Լուսինե Գրիգորյան, Free News Ազատ լուրեր։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է նորացված բանաձև Ռուսաստանի վերահսկողության ներքո գտնվող Ուկրաինայի տարածքներում, այդ թվում Ղրիմում եւ Սևաստոպոլում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ։ ՄԱԿ-ի 79 անդամ պետություն կողմ է քվեարկել բանաձևին, 16-ը դեմ, իսկ 73-ը ձեռնպահ։ Բանաձևի հակառակորդների թվում են եղել Ռուսաստանը, Բելարուսը, Չինաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Նիկարագուան եւ մի քանի աֆրիկյան երկրներ։ Գլխավոր ասամբլեան պահանջել է, որ Ռուսաստանն անհապաղ դադարեցնի իր ագրեսիան եւ դուրս բերի զորքերը Ուկրաինայի տարածքից։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Ռուսաստանը Միացյալ Նահանգների հետ շփումներ է նախապատրաստում հասկանալու համար, թե որքան է փոխվել Թրամփի խաղաղության ծրագիրը Ուկրաինայի հետ համաձայնեցնելուց հետո։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա մասնավորապես նշել է, Մոսկվան ակնկալում է տեղեկատվություն ստանալ Եվրոպայի եւ Ուկրաինայի հետ Միացյալ Նահանգների աշխատանքի արդյունքների մասին։ Պեսկովը նաև հիշեցրել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգների պատվիրակությունը բանակցություններ է վարել Ուկրաինայի ներկայացուցիչների եւ Եվրամիության երկրների, այդ թվում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ ԵՄ առաջնորդները խոստացել են Ուկրաինային տրամադրել 90 միլիարդ եվրո վարկ անհետաձգելի ֆինանսական կարիքները հոգալու համար, սակայն չեն կարողացել համաձայնության գալ շատերի համար նախընտրելի տարբերակի շուրջ, այդ վարկը Ռուսաստանի սառեցված ակտիվների դիմաց ապահովելու հարցում։ Եվրամիության առաջնորդների բանակցությունների ավարտից հետո Եվրոպական խորհրդի նախագահը լրագրողներին ասել է. «Մենք պարտավորվել ենք եւ կատարել ենք»։ Նա ասել է, որ ԵՄ առաջնորդները հաստատել են Ուկրաինային հաջորդ 2 տարիների համար 90 միլիարդ եվրո վարկ տրամադրելու որոշումը։ Գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տոլյատի-Ազոտ գործարանի վրա, որը Ռուսաստանի ամենամեծ քիմիական գործարաններից մեկն է։ Զոհերի կամ ավերածությունների մասին այլ մանրամասներ դեռ չի հաղորդվում։ Նշվում է միայն, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նշել է, թե Պուտինը պետք է հասկանա, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո, եթե նա նորից փորձի հարձակվել Ուկրաինայի վրա, ապա արձագանքը կլինի կործանարար։ Հյուսիսային Կարոլինայի Սթեյթսվիլի տարածաշրջանային օդանավակայանում մասնավոր ինքնաթիռ է կործանվել։ Զոհերի հստակ թիվը դեռ հայտնի չէ։ Ըստ որոշ տեղեկությունների օդանավակայանը ծառայություններ է մատուցում մի քանի Նաքսար մրցարշավային թիմերի։ Երևանի պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետում Կապանի լեռնահարստացման կոմբինատի հետ գործակցության եւ ֆինանսավորման արդյունքում բացվեցին նորագույն տեխնոլոգիաներով զինված լսարաններ եւ լաբորատորիա։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկայ էին տարբեր պաշտոնյաներ եւ իհարկե ուսանողներ։
Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ հերթական կարևոր միջոցառումը։ Կապանի լեռնահարստացման կոմբինատի եւ ԵՊՀ համագործակցության արդյունքում կոմբինատի ֆինանսական միջոցներով համալսարանի երկրաբանության եւ աշխարհագրության ֆակուլտետի 1 ամբողջ մասնահարկ վերազինվել է նորարարական տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիաներով, որը նոր հնարավորություն է ուսանողների համար պատշաճ կրթություն ստանալու, նոր հմտություններ ձեռք բերելու առումով։ Լաբորատորիայի բացման պատիվը վերապահվեց ԵՊՀ ռեկտորին, ֆակուլտետի դեկանին եւ Կապանի լեռնահարստացման կոմբինատի կառավարման խորհրդի նախագահին։ Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մարիա Մայիլյանը հագեցած տեխնոլոգիաներով վերազինված լաբորատորիայի բացումը շատ է կարևորում։ Կրթության նոր մակարդակի կարող ենք հասնել, ասում է նա։ Համագործակցությունների շրջանակներում մենք ունենում ենք առաջնահերթ որակավորումներ, որոնք որ ել ավելի բարեկեցիկ ապագային խոստանում մեր ուսանողներին, ուստի մեծ կարևորություն է դա մեզ համար, նման համագործակցությունները մեր հետագա զարգացման համար։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Free News-ի հետ զրույցում ընդգծեց նման լսարանների կրթական ծրագրերի անհրաժեշտությունն ու տարատեսակ կառույցների հետ գործակցությունը։ Մենք շատ ենք կարևորում այս համագործակցությունը, մասնավոր կրթություն, ուրեմն փոխգործակցության համատեքստում եւ կարծում ենք, որ սա է ապագան կրթության, երբ որ մասնավոր ընկերությունը ամբողջությամբ մուտք է գործում կրթական հաստատություն եւ պատրաստում մասնագետներ, որոնք հետագայում պետք է աշխատեն հենց իր ուրեմն ընկերությունում։ Լսարանների բացմանը ներկային բազմաթիվ հյուրեր, այդ թվում պետական պաշտոնյաներ, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, պատգամավորներ, Կապանի լեռնահարստացման կոմբինատի տնօրենը եւ այլք։ Մինչ միջոցառման հիմնական փուլին անցնելը ներկաները շրջայց կատարեցին լաբորատորիայի լսարաններով, ծանոթանալով դրանց հագեցվածությանը։ Նախարար Համբարձում Մաթևոսյանի կարծիքով պետություն, մասնավոր ոլորտ, գիտություն գործակցությունը պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերից մեկն է։ Այն նպաստում է բոլոր կողմերի որակական մասնագիտական աճին, հետևաբար նաև պետության կայունությանը։ Երբ մասնավոր ընկերությունը բացում է իր պրակտիկ օրակարգը գիտական համայնքի համար, թույլ տալով, որ ուսումն ու հետազոտությունը մոտ լինեն իրական խնդիրներին։ Արդյունքը ստացվում է երկկողմ շահավետ։ Համալսարանը կրթում է շուկային պատրաստ, մտածող մասնագետ, իսկ ընկերությունը ստանում է ուժեղ գիտական հենարան, ավելի ճշգրիտ չափումների, ավելի հիմնավորված գնահատումների եւ ավելի արդյունավետ բնապահպանական կառավարման համար։ Միջոցառմանը ներկա ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանն էլ նկատեց, որ լավ կրթությունը, հետևաբար նաև որակյալ ու մրցունակ կադրեր պատրաստելը տնտեսության զարգացման գրավականներից մեկն է։ Ինչքան էլ պետությունն ներդրում է անում կրթական ոլորտում, խնդիրները բազմաթիվ են եւ երբ արդեն տեսնում ենք, որ մասնավորը նույնպես ձեռք է մեկնում տարբեր նախագծեր իրականացնելով, կարծում եմ մենք դրանում լավ արդյունքներ կունենանք։ Կապանի լեռնահարստացման կոմբինատի կառավարման խորհրդի նախագահ Սասուն Ավետիսյանը վստահեցնում է, Կապանի խոշոր հանքարդյունաբերական կոմբինատը միշտ պատրաստ է նպաստել կրթության ու գիտության զարգացմանը։ Նա բարձրագույն ուսումնական այս հաստատության հետ այս գործակցությունը հաջողված է համարում։ Այս նախաձեռնությունը մեզ համար ոչ միայն հաջողված ծրագրի արդյունք է, այլ նաև ապացույց, որ համատեղ եւ նպատակային աշխատանքի միջոցով հնարավոր է հասնել կայուն եւ երկարաժամկետ արդյունքների։ Կապանի լեռնահարստացման կոմբինատը մշտապես կարևորում է գործակցությունը բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ եւ իրականացնում է ծրագիր, որը նպաստում է ապագա մասնագետների մասնագիտական աճին եւ գործնական պատրաստվածությանը։ Միջոցառմանը ներկա պետական գերատեսչության մեկ այլ ներկայացուցիչ բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն էլ ընդգծեց, իրենց կապը ԵՊՀ այս ֆակուլտետի հետ երկարամյա ավանդույթ ունի, ուստի հանդիսանում են ԵՊՀ Կապանի լեռնահարստացման կոմբինատ գործակցության շահառուներից մեկը։ Այս նոր կարողությունների զարգացումը աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի մեզ եւս հնարավորություն է տալիս ընդլայնել մեր աշխատակիցների մասնագիտական կարողությունները։ Նշենք նաև աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանի խոսքով այս պահին Կապանի լեռնահարստացման կոմբինատի թվով 43 աշխատողներ, ֆակուլտետի ուսանողներ եւ շրջանավարտներ են։ Այսքանը ցտեսություն։